Հարգելի հեռուստադիտողներ եւ հետեւորդներ, Ցայք հեռուստաընկերության եթերում կրթությունն այսօր ոդքասթի հերթական թողարկումն է։ Այսօր տաղավարում զրուցելու եմ Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Լիլիթ Գորգինյանի հետ։ Ողջույն Տիկին Գորգինյան, շնորհակալ եմ մեր հրավեր ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Տիկին Գորգինյան, այսօր խոսելու ենք շատ թերևս ակտուալ թեմայի մասին, դա դպրոցներում դրսևորվող բուլինգն է եւ վերջին շրջանում, վերջին 1-2 տարիների ընթացքում ակտիվորեն այս թեմայով սեմինարներ են վարվում, քննարկումներ են լինում եւ կարծես թե բոլորը տեղեկացված են։ Ինչպես գիտենք, բուլինգը ունի շատ տարբեր դրսևորումներ եւ տեսակներ, բայց մասնավորապես այսօր կուզենայի զրուցել մեր տաղավարում հենց գենդերային խնդիրներով պայմանավորված բուլինգի դրսևորումները, արդյոք իրենք առհասարական մեր դպրոցներում եւ ավելի շատ որ կերպով են իրենք արտահայտվում, օրինակ դա կարող է լինել ֆիզիկական բռնության տեսքով, թե հիմնականում արտահայտվում է խոսքային եւ մեկը մյուսի հանդեպ վիրավորական բառերի արտահայտումով։ Շնորհակալություն, ասեմ, ուրեմն բուլինգը ինքը բռնության տեսակ է այլևս, որովհետեւ միշտ է եղել բոլոր ժամանակներում բուլինգի դրսևորումներ եղել են, ուղղակի չափերը եւ ծավալները եւ դրանց ձևերը շատ ավելի երևի տանելի են եղել տարբեր ժամանակահատվածներում, իսկ ներկայումս դրանք վախեցնող են, որովհետեւ ֆիզիկական, հոգեբանական տեսակներին ավելացել է շատ նաեւ վերբալ եւ կիբերբուլինգի տեսակները, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։ Ինչու, ասեմ, բուլինգը իր տեսակով ինքը երեխայի նկատմամբ, հոգեբանական, ֆիզիկական մեկ անձի կողմից մյուսի նկատմամբ ցավ, տառապանք առաջացնելն է, որը ունի շարունակական բնույթ, հեգնանք, ծաղրանք։ Այսինքն բուլինգի մեջ կան վիրավորական մաս պարունակող հատված, որը շարունակականության պարագայում հանգեցնում է անդառնալի հետևանքների։ Սա միանշանակ է։ Հետևաբար, սա այն բռնության տեսակն է, որին արժե ուշադրություն դարձնել եւ ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, վաղ հայտնաբերման, կանխարգելման, երեխաների մոտ փոխադարձ իրար նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորման, որովհետեւ որտեղից է այն առաջանում եւ ինչու է այն առաջանում եւ ինչու է խոսվում բուլինգի դրսևորման մասին հատկապես դպրոցներում։ Երբ երեխան ծնվում է, ինքը ծնվում է որպես կենսաբանական էակ, բայց կյանքի տարբեր էտապներում անձնային զարգացման, տարիքային զարգացման դրսևորումներին զուգընթաց անցնում է նաև սոցիալական զարգացում։ Եվ առաջին սոցիալական զարգացման գործակալը երեխայի համար ընտանիքն է։ Առաջինը նա ընտանիքում է տեսնում ծնողների մոտ գենդերային դերերը եւ ունի ընկալում դրա մասին։ Ինչ է հայրը, ով է մայրը, ինչպես են իրենք պատկերացնում ընտանիքում փոխհարաբերությունները երեխաների նկատմամբ, իրենց պարտականությունները ինչպես են կատարում։ Երեխան սովորում է դա տեսնելով ծնողների պահվածքը առաջին հերթին։ Այսինքն, եթե կա ընտանիքում փոխադարձ հարգանք, սեր, վստահություն, ապա երեխան ընկալում է ծնողներին ուղղակի մարդ, չկա տարբերակում, հայր կամ մայր, կա դերային տարբերություն, բայց ուղղակի ինչ-որ արարքի համար պայմանավորված սեռով պարսավանք, վիրավորանք, հեգնանք, նա դա չի տեսնում եւ հարգանք ընդհանրապես մարդու նկատմամբ ունենալով նա մտնում է սոցիալականացման երկրորդ ինստիտուտը, որը մանկապարտեզն է, հետո դպրոցը եւ այնտեղ տեսնում է իր նման տարեկիցների, ովքեր եկել են շատ տարբեր ընտանիքներից եւ ամեն մեկը իր ընտանիքից բերել է իր տեսած, իր ունեցած պատկերացումները։ Հիմա մեծամասամբ արժեքները տարբեր ընտանիքներում տարբեր են լինում, բայց կան նաև հիմնարար արժեքներ։ Դրանով երեխաները սկսում են իրենց ընկերությունը մերձենում են, սկսում են արդեն կոչել իմ ընկեր, ոչ ընկեր եւ այլն, հա, եւ խմբավորվում են համապատասխան հայ իրենց։ Այո, իրար նման, որովհետեւ ամենասկզբից հեշտ է, երբ նմանի հետ ես քայլ կատարում մի միջավայրում, որը նույնպես քեզ համար նոր է։ Իսկ դպրոցը երեխայի համար նոր միջավայր է, որտեղ նա պիտի անցկացնի իր կյանքի կարևորագույն տարիները, աճի զարգացման շրջանը պիտի ապրի։ Հետևաբար
նմանի հետ ճանապարհ սկսելը ենթագիտակցորեն ավելի հեշտ է, ավելի նորմալ է եւ այդպես սկսվում է դպրոցական ճանապարհը, սակայն երեխան իր տարիքային զարգացմանը զուգահեռ կրում է փոփոխություններ, ֆիզիկական փոփոխություններ, մտավոր փոփոխություններ, որովհետեւ չէ դպրոցը կրթ օջախ է համարվում, ունենալով նաեւ դաստիարակության կարևոր կոմպոնենտը։ Եվ այստեղ արդեն առաջ են գալիս սեռահասունացման տարիքին բնորոշ շատ նրբություններ։ Ցանկացած տարբերություն մարդը նկատում է։ Իսկ մարդիկ շատ տարբեր են։ Մեկը մեծ է, մյուսը փոքր է, մեկը չաղ է, մյուսը նիհար է, մեկը, չգիտեմ, բոյով է, մյուսը կարճ է։ Եվ այսպես մեկի մազը երկար է, մյուսին է։ Տարբերությունները շատ են։ Տարբերություններով պայմանավորված առաջանում են երեխայի ունեցած նախնական կարծրատիպերի վերհանում։ Այսինքն կարծրատիպերը ամեն դեպքում նախապայման են հանդիսանում, որ ինքը որոշակի տարիքում արդեն օրինակ գենդերային կարծրատիպերից դուրս գալով սկսում է եւ ինչքան հասկացա, ավելի շուտ գենդերային բուլինգը սկսվում է այն անձանց մոտ, ովքեր դեռահասության շրջանում են գտնվում, այսինքն կարելի է համարել, որ փոքր տարիքում բուլինգի դրսևորումը այլ կարող է լինել կամ տեսակը, բայց արդեն սեռահասունացման տարիքում նկատվում է ավելի շատ գենդերային կարծրատիպերով պայմանավորված։ Այո, որովհետև հենց այդ ժամանակահատվածում է, երբ կենսաբանական փոփոխություններ են տեղի ունենում երեխաների մոտ, եւ եթե երեխաները տեղեկացված չեն հավուր պատշաճի այդ փոփոխությունների մասին, յուրաքանչյուր փոփոխության հետ նրանք տանում են բնականon ստրեսները, սկսում են չսիրել իրենց մարմինը եւ կամ դրան հակառակ նրանք ովքեր պատրաստված են շատ ավելի ստրեսակայուն են մոտենում այդ իրավիճակներին։ Եվ մյուսների կողմից լինում են դիտարկումներ տարեկիցների, որոնք այնքան էլ հաճելի չեն։ Սակայն եթե դա մեկ անգամյա է եւ դրանից հետո արագ տեսնում է սխալը եւ մանկավարժը ծնողը փորձում է միջամտել, բացատրել, հանգստացնել, խնդիրը կարող է լուծվել։ Բայց երբ դա չկա եւ կարող է եւ խրախուսվել ինչ որ բառով կամ արտահայտությունով։ Օրինակ, գենդերային բռնության բուլինգի տեսակներից մեկը, երբ պետք է աղջիկները ցուցաբերեն զիջողականություն տղաների նկատմամբ։ Նույն խնդրի վերաբերելի հարցերում, այսինքն կիրառվում են երկակի ստանդարտներ մեծահասակների կողմից շատ դեպքերում չգիտակցված, ոչ կանխամտածված, բայց դրանք երեխաների մոտ առաջ են բերում արդար ցասում եւ այստեղ առաջ է գալիս սեփական անձը պաշտպանելու զգացողությունը, որը բավարարելու համար երեխաները այլ տարբերակ չունենալով սկսում են մեկը մյուսին պիտակավորել, ծաղրել, իսկ եթե ազնիվ չեն անգամ իրենց արարքներում, ապա դա իրականացնել թաքուն։ Հիմա շատ տարածված է սոցցանցերում մեկը մյուսի մասին գրառումներ անելը, իսկ երեխաների պարագայում առավել եւս կամ առանձնահատկություն, որ երեխաները շատ զգայուն են եւ զգում են իրենց նկատմամբ ամեն ինչ, թե արդար վերաբերմունքը, թե անարդար վերաբերմունքը, թե սերը, որը կարող է շատ ժամանակ հատկապես կիբերբուլինգի պարագայում ինքը լինել զուտ միտումնավոր, այսինքն, չգիտեմ, սկսի ինչ-որ մեկը գրել, գեղեցիկ նկարով կամ գրավիչ ինչ-որ մի բանով, ու արդեն ականջին եւ աչքին այդ ամեն գրառումները կամ մեկնաբանությունները սիրուն են դիտվում, ու երեխան լինելով անպաշտպան ինքը կարելի է ասել, որ արդեն տրվում է դրան ու չգիտակցելով, թե ինչ ծուղակն են գնում։ Այո, եւ նաեւ ամենակարևոր բանը, որ պետք է հիշել, երեխաները նաեւ վստահում են, իրենք խորքային չեն պատկերացնում այն հետևանքները, որոնք կարող են այս կամ արարքը ունենալ։ Այսինքն պատճառը հետևանքային կապը դեռ իրենց մոտ շատ զարգացած չէ, այո, դա զարգացած չէ եւ երեխան տվյալ պահի, տվյալ զգացողության մղումով տարված է ինչ որ բան անում։ Հետո դա նաեւ սիրահարության տարիքն է, փոխադարձ իրար նկատմամբ զգացմունքներ առաջանալու տարիքն է եւ շատերը դրանով տարված կարող են այնպիսի քայլեր անել, այնպիսի վերաբերմունք ցուցաբերել, որը մյուսի կողմից նման զգացմունքի բացակայության պարագայում առաջացնի ծաղր։ Եվ եթե այդ երեխան ի սկզբանե իր ընտանիքում դաստիարակված չէ, որ ենթադրենք աղջիկներին չի կարելի ծաղրել, նրա մասին տեղեկատվությունը կիսել ընկերների հետ, դա տգեղ է, դա թույլատրելի չէ եւ այլն, նա կարող է դա թույլ տալ իրեն։ Եվ արդեն ընկերներն էլ իրենց հերթին ծաղրեն եւ այդ աղջիկը դառնա տվյալ դպրոցում արդեն ծաղրի առարկա զուտ միայն այն պատճառով, որ ինքը համարձակվել է սիրահարվել ինչ որ մեկին։
անպատասխան։ Իսկ այստեղ կարելի է օրինակ ասել, որ հիմնականում կիբերբուլինգի ավելի շատ աղջիկներն են ենթարկվում, քան տղաները, թե ամեն դեպքում մենք չունենք նման հետազոտություն, որպեսզի բաշխումը ճիշտ կարողանանք ասել։ Որքան ես գիտեմ, նման հետազոտություն չկա, համենայն դեպս ես նման հետազոտության չեմ հանդիպել, բայց դիմելիության տեսանկյունից եթե դիտարկենք, ավելի շատ կիբերբուլինգի ենթարկվում են աղջիկները, քանի որ աղջիկների նկարները, աղջիկներին տարբեր ժամանակահատվածում, տարբեր միջոցառումների ժամանակ հիմա բոլորին խիստ հասանելի են, չէ՞, սմարթֆոնները, այո, եւ այդ նկարները առանց թույլտվություն հարցնելու, սա նույնպես դաստիարակության խնդիր է։ Այստեղ երևի նաեւ արհեստական բանականությունն էլ է իրեն անում, որովհետեւ շատ դեռահասներ այսօր շատ ակտիվորեն կիրառում են, նաեւ երբեմն նկարները ավելի սարքված տարբերակով են լինում ու ցավոք այդ բացատրելը հասարակությանը, որ գիտեք, այդ նկարը ստեղծված էր կամ ինչ-որ մի բան հնարավոր չէ եւ նաեւ ինչքան նկատել եմ շատ ցավալի դեպքեր կա, որ շատ եղան համենայն դեպս դպրոցներում, դպրոցահասակ երեխաների շրջանակներում, որ օրինակ նույն հասարակությունը, երբ տեղեկատվություն է ստացվում, որ այսինչ դպրոցում տեղի ունեցել էս, չգիտեմ, բուլինգի է, կիբերբուլինգի է ենթարկվել օրինակ դեռահաս աղջիկը, ես շատ ժամանակ կարդում եմ մեկնաբանություններ ու ապշում եմ, թե ինչքան կարելի է օրինակ թիրախավորել տվյալ աղջիկ երեխային։ Անկամ ճիշտ է, անանուն է դա, չի լուսանկար չկա, անուն չկա, բայց ամեն դեպքում կարծես հասարակությունն էլ եւս ինքը իր դերն է կատարում, որպեսզի օրինակ բուլինգի ենթարկված կամ բռնության ենթարկված երեխան զոհից վերածվում է, այսպես ասած, կա չէ, որ ասում են, դե թող ինքը այդպես չհակնվեր կամ բաց նկար չգցեր կամ բան, այ ոնց անենք, որ օրինակ հասարակությունը դա հաղթահարի, որ կարեկցանք դրսևորի։ Պետք չի ոչ կարեկցել, ոչ էլ պետք է քննադատել։ Պետք է ընդամենը տվյալ խնդրին համապատասխան մոտեցում ցուցաբերել, օգնելու նպատակով, որովհետև անիմաստ քննադատությունները, անիմաստ կարեկցանքները կամ մեղադրանքները դերևս որևէ մեկին չեն օգնել։ Սա հստակ անհրաժեշտ է հասկանալ։ Եթե ուզում ես դու մարդուն օգնել, դու պիտի խնդրի լուծման ուղին ցույց տաս եւ ցույց տաս ոչ թե դա երեխային, որպես օտար մարդ համացանցի միջոցով, այլ խոսել ծնողի հետ։ Մեր հասարակությունը ունի ցանկացած հարցի շուրջ երկատվածություն։ Մի կողմից շատ հուզական են վերաբերում երեխաներին վերաբերել ցանկացած հարցի, բայց մյուս կողմից նույն երեխաներին, երբ պետք է օգնություն, հասարակությունը կարծես կույր է։ Մինչև խնդիրը հասարակությունը կույր է, խնդրից հետո հասարակությունը զայրացած է, ոգևորված, այդպես չի կարելի։ Եթե միշտ պարտականությունն է ծնում իրավունք, եթե մեր հասարակությունը իրեն վերապահում է իրավունք քննադատելու երեխայի ծնողին կամ չգիտեմ մանկավարժին, ինքը այդ քննադատության իրավունքը պետք է ձեռք բերի այն պարագայում, եթե ինքը դաստիարակել է լավ երեխաներ, ինքը իր տեղում լավ մանկավարժ է, ինքը որպես հասարակության անդամ եւ քաղաքացի իր բոլոր պարտականությունների, իր երկրին, պետությանը, աշխատավայրին, ընտանիքին կատարում է լիարժեք։ Այլ պարագայում ես չեմ կարծում, որ կարելի է իրավունք վերապահել։ Եվ հետո էլի եմ կրկնում, դա մեր խնդրին լուծում չի տալիս։ Իսկ երեխաներին վերաբերելի ցանկացած տեղեկատվություն, մինչև դա ճշգրտելը, մինչև դրա մասին ճիշտ տեղեկատվություն ստանալը, հրապարակելը, տարածելը, առավել եւս եթե դրա մեջ երեխաների դեմքը կա, անուն ազգան, իսկ փոքր քաղաքներում նույնականացնելը վարիկյան է տևում, շատ հեշտ է։ Դպրոցը նշում են, անուն ազգանունը չեն նշում, ասում են մենք երեխայի անուն ազգանունը չենք նշում։ Շատ արագ իդենտիֆիկացում է երեխան։ Իհարկե, այսինքն ինչ որ բան անելուց առաջ, եթե նույնիսկ մեր մղումները բարի են եւ մեր ցանկությունները մեծ են, նպատակաուղղված են երեխային օգնելու, ծնողին օգնելու, ապա մենք պիտի 10 անգամ մտածենք, այդ քայլը ավելի շատ օգուտ կբերի, թե ավելի շատ կվնասի։ Եվ դարձյալ կրկնում եմ, բոլորը կարող են սխալվել։ Բուլինգը դա այն երևույթն է, որը չկա մի մարդ, որը իր կյանքում բուլինգի ենթարկված չլինի, այո, եւ կամ ինքը բուլեր չլինի։ Բոլորիս հետ դա տեղի ունենում։ Ու այդ ճիշտ ժամանակին մեծահասակի կողմից ճիշտ ասված մեկ բառը, արտահայտությունը կամ վարքականոնի սովորեցնելը կարող է օգնել։ Ոչ թե կարող է, հաստատ օգնում է։ Իսկ անտարբերությունը բերում է անդառնալի, դարձյալ կրկնում եմ, հետևանքների, որովհետև այն մարդը, ով ենթարկվում է բուլինգի, իր մոտ առաջին բանը, որ տեղի ունենում, դա տրամադրության փոփոխությունն է։
Եվ եթե ծնողը չի տեսնում այդ փոփոխությունը, հենց արդեն վարքագծային փոփոխություններով կարող է նաև ենթադրել եւ ժամանակին փորձել օգնություն ցույց տալ։ Իհարկե, նա կարող է ենթադրել, որ կա խնդիր։ Որն է այդ խնդիրը, դա հետոյի պարզաբանման կարիք ունի եւ այդտեղ պիտի մասնագետներ, այսօր Փառք Աստծո բոլոր դպրոցներում հոգեբաններ կան։ Կարելի է շատ մեղմորեն մասնագետին ասել пассив դիտարկում արա։ Ոչ մի բանի մի խառնվի, ուղղակի пассив դիտարկում արա, ինչ որ խնդիր եմ տեսնում։ Հասկանալու խնդիր, գուցե այդ խնդիրը ընդհանրապես դպրոցի հետ կապված չէ։ Գուցե այդ խնդիրը ընդհանրապես ընտանիքի հետ կապված չէ, բայց գուցե երեխան ինչ որ մի ֆիլմ է տեսել ու վախեցել է ինչ որ բանից։ Հնարավոր է։ Բայց սա հասկանալու համար պետք է ուսումնասիրել լուր, առանց վնասելու, ոչ թե միանգամից անել ենթադրությունները բարձրաձայնել եւ դրանով վնասել։ Բայց ինչ եմ ուզում ասել, որ ցանկացած պարագայում բուլինգի մասին, բուլինգ բառը այսօր բոլորը գիտեն, բայց բուն երևույթը, դրա արատավորությունը, դրա չափելիությունը, ծավալները, իր հետևանքը եւ ազդեցությունները չեն պատկերացնում, բայց հավատացեք, ինքը կարող է հասցնել եւ եղել են դեպքեր, երբ հասցրել է անդառնալի հետևանքների։ Դրանից հետո ինչ ուզում ես արա։ Որովհետև բուլինգի ենթարկված երեխան երբ մեծանում է եւ դառնում է հասարակության անդամ եւ մտնում է ինչ-որ միջավայր շրջապատ, ինքը նույն վարքաձևն է դրսևորում նաեւ այդ շրջապատում։ Արդեն աշխատանքի վայրում էլ կարող է միանշանակ, այսինքն մենք որևէ կերպ ասում ենք դպրոցում, ինչի ենք ասում դպրոցում, որովհետև դպրոցը այն տեղն է, այն վայրն է, որտեղ երեխան շատ երկար ժամանակահատված է անցկացնում եւ ավելի տեսանելի է, բայց բուլինգը ամենուր, բոլոր կենտրոններում, ուր երեխաները հաճախում, ամենուր ինքը կա։ Ուղղակի դպրոցը մի քիչ ավելի տեսանելի է։ Իսկ եթե օրինակ եւ նաեւ կարծում եմ, որ դպրոցում ավելի հեշտ է դպրոցական տարիքից օրինակ երեխային ճիշտ ու վրա դնել, կոպիտ ասած, հա, երբ տեսնում ես, որ ինքը ունի բուլերի դրսևորումներ, որ անընդհատ ինչ որ շրջապատին սկսում է նեղել։ Իսկ այս ուզում էի այսպեսի մի հարցի շուրջ մենք զրուցենք, ենթադրենք բուլինգի տարբեր տեսակներով պայմանավորված, հատկապես երբ ինքը ֆիզիկական է անցնում, ինքը շատ ավելի տեսանելի է։ Իսկ արդյոք հենց գենդերով պայմանավորված բուլինգը տեսանելի է, օրինակ իդենտիֆիկացվում է մանկավարժների կողմից կամ օրինակ աշակերտները իրենք տեսնում են ու արդյոք կարող են տարբերել, որ իրենց դասընկերը կամ աշակերտը ենթարկվում է գենդերով պայմանավորված բուլինգի կամ ծնողը, իսկ եթե մեխանիզմներ չկան կամ իրենք բարդ են, որպես խորհուրդ դուք ինչ խորհուրդ կտաք մանկավարժներին, երեխաներին եւ նաեւ ծնողներին, ինչի վրա դարձնեն ուշադրություն, որպեսզի ժամանակին կարողանան կանխարգելել։ Ցանկացած դեպքում մենք ունենք իրավական նորմեր եւ ունենք բարոյական նորմեր։ Եթե բարոյական նորմերի մեջ խախտումներ են նկատվում, ապա սրա վրա պետք չի աչք փակել, որովհետև յուրաքանչյուր հասարակություն իր մշակութային առանձնահատկություններն ունի եւ հասարակությունը նաեւ թիրախավորում է մարդկանց, երբ դու այդ մշակույթից փորձում ես քայլ կատարել։ Կարևոր չի այդ քայլը ճիշտ է թե սխալ, բայց դա թիրախավորման պատճառ կարող է հանդիսանալ։ Հետևաբար ծնողները իրենց երեխաներին դպրոց ուղարկելուց, դպրոցից հետ վերադարձնելուց շատ պիտի խոսեն։ Անընդհատ որոգայթների մասին պարտավոր են զգուշացնել, որովհետև դա մտնում է ծնողի ուղիղ պարտականության մեջ, զգուշացնել երեխաներին որոգայթների մասին, զգուշացնել երեխաներին իրենց վերաբերյալ ենթադրենք անհարկի ինֆորմացիա չտրամադրել, զգուշացնել երեխաներին, որ պետք չի քո նկարները տեղադրել բոլոր սոցիալական հարթակներում։ Բայց ցավոք շատ ժամանակ ծնողներն են շատ տեղադրում անգամ նշումներ անելով, այսինքն չէ կարող է պատճառ դառնալ։ Թափանցիկ է տվյալ երեխայի կյանքը, եթե որևէ մեկը ուզենա ուսումնասիրել X երեխայի կյանքը, սոցիալական հարթակները բավարար են հասկանալու երեխայի բնավորությունը, տարիքը, նախասիրությունները, ուր է գնում, որտեղից է գալիս, եւ այդ երեխան այնքան արդեն հասանելի եւ բաց է եւ թիրախավորված է։ Ծնողը առաջին մարդն է, ով պիտի պաշտպանի։ Երբ երեխան դպրոցում է, այդ պաշտպանողական, կրթական, դաստիարակչական գործընթացը իր վրա վերցնում է դպրոցը, մանկավարժը, հոգեբանը, չգիտեմ, վարչակազմի ներկայացուցիչները, եւ հետեւաբար դպրոցն էլ իր հերթին ծնողի կողմից թողած բացը լրացնելու պարտավորություն ունի։ Այսինքն շատ պիտի երեխաների հետ իրականացվեն բուլինգի վերաբերյալ, ընդհանրապես բռնության ցանկացած դրսևորման վերաբերյալ
զրույցներ, այդ զրույցները պետք է լինեն դիպուկ եւ տեղին օրինակներով, այդ զրույցների մասին պետք է դերային խաղերով լինի, որ երեխան զգա, հասկանա դրա վնասը, այո, որովհետեւ երբ դու երբեք զոհ չես եղել, դու չես կարող զոհի ապրած ցավը, վիրավորանքը պատկերացնել, այդ դերային խաղերը պետք է շատ լինեն, այսինքն այն ինչը այսօր մարտահրավերը եւ ցավեցնողը, դրա մասին հարկ է խոսել ազնիվ, ոչ թե թաքցնել, այլ ասել, որ այո, կա խնդիրը, բայց խնդրի լուծման այս տարբերակները կան։ Վիրավորանքին զուգահեռ կարելի է խոսքի կուլտուրա զարգացնել երկխոսության մշակույթը, բարձելու հարցեր, որովհետև միշտ եւ ամենուր լինելու են հարցեր, որոնք պահանջելու են պատասխաններ։ Պետք է կարողանալ խոսել եւ նաեւ, որ մարդը ընդհանրապես արժեք է եւ որպես արժեք արդեն սերով պայմանավորված թիրախավորումները բացարձակ տեղին չեն։ Սա անհրաժեշտ է սովորեցնել եւ դաստիարակել յուրաքանչյուր վարքյան անտրտունջ շարունակաբար, որպեսզի կարողանանք հասարակության ապագա անդամին դաստիարակել իրապես հասուն, առանց կոմպլեքսների, առանց գաղերի, առանց կարծրատիպերի, այո, իմ քիթը մեծ է ենթադրենք, բայց ես ապրում եմ դրա հետ եւ դա ինձ համար խնդիր չէ։ Որովհետեւ ես այլ արժեքներ ունեմ, որովհետեւ այո, ես էլ կարողանում եմ շատ լավ բանաստեղծություններ գրել, ինչը մյուսը չի կարող։ Այսինքն բերել բալանսի, ոչ միայն խոսել վատ կամ չակերտավոր վատ բաների մասին, իսկ լավ կողմերը ծածկել եւ այդ ստանդարտացումներից խուսափել։ Ով է ասել, որ միշտ պետք է լինել բոյով ու նիհար։ Մարդը իր անհատականության մեջ է գեղեցիկ, սա է անհրաժեշտ սովորեցնել, որ երեխան ինքն իրեն սիրի իր ծնողներին, իր հայրենիքը, իր դպրոցը, չվնասի իր հասակակիցներին, ազգային պատկանելիությունը զգա, որ իր կողքին նստածը եւս հայ է, իր թաղի տղան է, իր քաղաքի ապրող մարդն է, այս սեր տարածումը առաջին հայացքից թվում է շատ պրիմիտիվ բան, որ չկա ինչ-որ մի դեղորայք կամ հաբ, որը բուժելի լինի, բայց պատկերացրեք եւ հավատացեք, սրանք ամենակարևոր շեշտադրումներն են, որոնց վրա արժե եւ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել։ Այո։ Թերևս Տիկին Կորկինյան շատ ծավալուն է թեման, շատ կարելի է այս մասին զրուցել։ Ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել բովանդակալից զրույցի համար եւ հուսով եմ, որ մեր հեռուստադիտողներն ու հետևորդները շատ հետևություններ կանեն մեր զրույցից, իսկ ես մեր հեռուստադիտողներին եւ հետևորդներին հիշեցնեմ, որ կրթությունն այսօր ոդքասթի հերթական թողարկումներ ցայգի եթերում կհանդիպենք։ Կրթությունն այսօր ոդքասթը հնարավոր է դարձել իրականացնել Կանանի հասարակական կազմակերպության կողմից սոցիալականացում առանց խտրականության, առողջ հույզերի եւ հավասար հարաբերությունների խթանում ծրագրի շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհի շնորհիվ, որը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների դեսպանատան կողմից։